Սիրելի հայրենակիցներ, սիրելի հավատագիցներ, բարև բոլորիդ։ Տերս թող օրհնե այսօրվա օրն էլ։ Մենք այսօր նորից հավաքվել ենք Աստծո սեղանի շուրջը, նաև օգտվելու հացից ու գինուց։ Այսօր ես պիտի խոսամ զոհաբերության մասին ու հացի ու գինու նշանակության մասին, որը շատ կարևոր է, որովհետեւ օգտվելուց առաջ նշանակությունը շատ լավ հասկանանք, գիտակցենք ու գնահատենք։ Ես այսօր երբ որ պառկած էի, մի պահ կմտածեի Հիսուսի տանջանքների մասին։ Ու կսեի Հիսուսին որ Աստված խրգեց երկրի վրա, Հիսուսը գիտեր որ ինքը պիտի գար։ Ամեն ինչը իր համար գծակրված էր։ Ու այնքան հետաքրքիր կբացեր Աստված ամեն ինչը Տիրոջ կողմից արդեն գծակրված էր։ Ինքը որտեղ պիտի ծնվեր, ումից պիտի ծնվեր, ինչ տառապանքներով պիտի անցներ, ամեն ինչը ու ուներ իր նշանակությունը։ Այդ գլխի նոր փշեպսակը դրվավ, մտրակների հարվածը, թկելը, ծաղրելը, ծեծելը, չէ՞։ Այդ ամեն ինչը Հիսուսն որ եկավ, այդ ամեն ինչը գրված էր։ Ու իր համար ոչինչը նորություն կամ տարօրինակ չէր։ Ինքը գիտեր որ եկել էր խաչի ճամփով անցնելու։ Ինքը հենց եկել էր խաչվելու համար։ Ու գիտեք ամենահետաքրքիրը որն է։ Ու ամենակարևորը, որն որ Տերս այսօր ինձ կխոսար ու կբացեր։ Հիսուսը երբեք չսավ, պակերնի որ այս ճամփով չեշտամ, գլխիս փշեպսակ չտնեն, բանը ուրիշ պսակ տնեն։ Մարիամից չծնվիմ, խոսքի Վարդուշից ծնվիմ։ Հովսեփը չեղնի հերս, են մյուս եղնի։ Ոչ մի կամ մտրակով չհարված են կեղնի, որ մենակ խաչեն, չէ։ Իշքան պայմաններ կար, ինքը սաղին գիտեր։ Ինքը եկել էր օրենքը կատարելու համար։ Ու ինքը հնազանդվավ բոլոր օրենքին ու թույլ տվեց, որ օրենքը իրականում կատարվեր իր կյանքում։ Այ քրիստոնյա եղնել ինչ կնշանակի։ Քրիստոնյա եղնել կնշանակի իմանաս Տիրոջ ծրագիրը ու մտնես Տիրոջ ծրագրի մեջ։ Այնպես ինչ որ Տերը ծրագրել է։ Ցանկացած տուն կառուցելուց առաջ, երբ որ շինարարը կկառուցե, հիմքը իրան կտրվի։ Ու ինքը որպես աշխատող իրավունք չունի դրատեղը լուսամուտը տնել, լուսամուտի տեղը դուռը։ Այսօր մենք բոլորս Աստծո դաշտի մեջ կաշխատենք որպես շինարարներ։ Շատ հաճախ մենք մեր անուղեղ ուղեղով կուզենք Աստծո ծրագրերը փոխենք։ Սիկ չեմ ուզենիք կուզեմ, ըմպես չեղնի, թող սպես եղնի, ու կթելադրենք։ Դրա համար մեր կյանքերի մեջ օրհնություններ չի կա։ Հիսուսը եկել էր պարզապես Աստծո ծրագրերը իրականություն դարձնելու նպատակով։ Ու ինքը պատրաստ էր հոր կամքը կատարեր։ Հովհաննեսի 8:29-ի մեջ ինչ կսե։ Եվ ինձ հետ է իմ հայրս, ինձ մենակ չթողեց։ Ինչի՞։ Որովհետև ես միշտ իրան հաճելի բաներն եմ անում։ Որևէ տեղ չկար Հիսուսը իրական Աստծուն թելադրե։ Մենակ վերջում որ խաչը պիտի հանեն, ինքը սավ էս բաժակը անցրու ինձանից։ Բայց սավ թող քո կամքով դեղնի։ Մի հատ կարծիքը հայտնեց ու նորից սավ թող քո կամքով դեղնի։ Իսկ մենք, որ քրիստոնյաներս, արդյոք ամեն ինչի մեջ Տիրոջ կամքը կփնտրենք, թե մեր կամքը Տիրոջը կպարտադրենք։ Դիք իրական զոհաբերություն էր։ Իրական ծառայություն էր Աստծուն։ Ծառայել կնշանակի մտնել Աստծո ծրագրի մեջ ու կատարել Աստծո կամքը։ Ինչ կապ ունի քեզ ինչ դուրս չի կա։ Ինչ կապ ունի ինձ ինչը դուրս չի կա։ Եթե Աստված սկսե բդենես, ուրեմն բդենես։ Եթե դու մտել ես Աստծո դաշտ ու կուզես Աստծո դաշտի մեջ ծառայես, ուրեմն պիտի մտնես Աստծո ծրագրի մեջ։ Պիտի Աստծո ծրագրի մասը կազմես։ Ու քուղը պիտի չտնես, այլ Աստծո դրածը պիտի կատարես։ Այսօր պարկած էի ու այդ խոսքերը կբացվեր իմ մոտս։ Հիսուսը
դետալ առ դետալ, տետ առ տետ, ինչ որ գրված էր կկատարեր։ Կարծացին Հովհաննես Մկրտչի համար էլ, չէ՞։ Կեներեն ինչ որ Աստված իրան պատվիրել էր։ Ամեն մեկ քրիստոնյա, ամեն օր կրնա կորցնե իր օրհնությունը, իր ծրագիրը Տիրոջ առաջ դնելով։ Մենք բանը պիտի հասկանանք։ Տիրոջ ծրագիրը, Տիրոջ կամքն է բարի, հաճելի ու կատարյալ։ Իսկ մեր ծրագրերը չար են, անկատար են ու տհաճ։ Զզվելի, պիղծ, որովհետև մենք մարդ ենք։ Մենք ինչ ենք, որ մեր կազմած ծրագիրն ինչ եղնի։ Ինչի ամեն ինչի մեջ Տերը կսե Աստվածաշնչի մեջ թող Տիրոջ կամքի պես անեն, նույնիսկ եթե կեշտ ասես ինչ երկիրը փող աշխատելու է, թող Տիրոջ կամքը հարցրու, նոր գնա։ Արագած 3-5-6 խոսքերի մեջ կսե Տիրոջ ապավինիր քո բոլոր սրտով դու քո հասկացողությանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհների մեջ ճանաչիր նրան ու նա կուղե քո ճանապարհները։ Սկան ինչ որ բացվել էր Տերը սավ ու ընտասկից էլ կամաց կխոսա, որովհետև ինքը պետք է ծառայություն անցկացնե, որովհետև այս եկեղեցին իր եկեղեցին է, ու ինքը իրավունք ունի ազատ խոսա, շարժե մեզի, իր խոսքը մեր սրտերին հասցնե, ու մեզի արմադապես փոխե։ Մտի, քո հեռախոսով թե դու մտի։ Ու ինչ կուզեմ սեմ, երեխեք ջան։ Այսօր շատերս կօգտվենք գինուց ու հացից։ Ես եմ գինին իմս խաղողի հյութ է։ Խաղողի հյութ է։ Մենք գինի չենք օգտագործե։ Հացը անթթխմոր հաց է, ալուր ու ջուր։ Կսե Հիսուսը կսե ինչքան ուդեք իմ մարմինս, կսե օրհնեց, կտրեց, տվավ ու կերավ, չէ՞։ Այն Կիրագի, մենք ամեն կիրագի կօգտվենք հացից ու գինուց։ Այն կիրագի անցանք, չէ՞, հացը օրհնեց, գինին օրհնեց ու տվեց, կտրեց ու կերան։ Ու նաև բացադրվավ Ակորինթացիի մեջ, որ անարժանաբար չուտեք հացը ու գինին։ Որովհետև մեկ քանիսները ցավաքյար եղան, հիվանդացան ու ցավաքյար եղան, չի անարժանաբար ուտելու պատճառով ու խմելու պատճառով։ Դրա համար մենք ամեն օր խնդրենք Տիրոջից, որպեսզի Տերը մեզի մաքրի ու սրբե, որ մենք անարժանաբար չուտենք։ Ես կաղոտեմ կորցնեմ հաց ու գինին, ովքեր որ սրտերի մեջ խաղաղություն չունին, երեխեք ջան, կարող եք պարզապես չօգտվենք։ Մինչև որ Տերը մեզի կսրբե ու կմաքրե։ Ու փառք Աստծուն, մենք երկար ժամանակ անցկացրել ենք ծառայություն, բայց Տերը չէր բացել, որ պետք է օգտվենք։ Հələ մեզի բոլորիս կսրբեր ու կմաքրեր։ Հələ բոլորս ունեինք կարիք սրբվելու, մաքրվելու։ Մացերը չի գա։ Արիստեղ։ Մաքուգը չի գա։ Հարիստեղ։ Տրաֆոնը փակել է կանակուր։ Հա ինչ եղավ որ փակվավ, մի կլսվի։ Հա, всё երեխեք ջան, շուտվանից էш փակ։ Նոր փակվավ։ Հա, ուրեմն իջան է փակվել։ Ինչ ես կերն է էլի։ Հա, ինչև է։ Շատ կարևոր որ ամեն մեկս գիտակցենք այդ լրջությունը, թե ինչքան կարևոր է օգտվել Տիրոջ սեղանից սուրբ ու մաքուր եղնելով։ Վաճականն էլ այդտեղ, բոլորդ էլ լսեք։ Մեզի համար շատ կարևոր է, որպեսզի մենք Տիրոջ սեղանից օրհնվենք ու օգտվենք։ Որովհետև ինչքան որ մենք ուտենք ու խմենք, Տիրոջ մահը պիտի պատմենք։ Ինչքան ուտենք ու խմենք, Տիրոջ մահը պիտի պատմենք։ Ուրեմն աղոթենք հացն ու գինին, օրհնենք ու ուտենք ու խմենք, հա, մարմնից ու արյունից։ Հացը աղոթենք, օրհնենք ու օգտվենք հացից ու գինուց, երեխեք ջան։ Հայր ջան, մենք քո առաջ կբերենք այս հաց ու գինին ու կխնդրենք
Կաղաչենք, որպեսզի դու օրհնես։ Նախ օգնի որ հասկանանք, թե դու ինչքան մեծ սիրով մեզի կսիրես։ Դու ինչքան մեծ զոհաբերություն էիր մեզի համար։ Հոժարիցար, որպեսզի մեծ ցավերով, տառապանքներով, մեր քո այրունը թափելով, մեր մեղքերին տաս թողություն ու մեզի համար փրկության ճանապարհ հարթես ու ազատես մեզ դժոխքի դռներից։ Օգնոր միշտ պատմենք քո երազներիդ մասին, Տերս։ Քո մեծ սերդ հասկանանք ու գիտակցենք ու քեզի սիրենք ինքան ինչքանի որ դու արժանի ես, Տեր ջան։ Ու մենք էլ քո սիրուդ մասին պատմենք շատերին, որպեսզի շատ շատերը փրկություն ունենան ու քեզի դառնան, Հայրս։ Օրհնյալ է քո սուրբ ու հզոր անունը, Հավիտյան Տերս։ Փառք ես, փառք ես, փառք ես, փառք ես Հավիտյան, փառք ես Հավիտյան Տերս։ Դու ներև մեր բոլորիս գիտագից ու անգիտագից բոլոր մեղքերի ու սխալների համար, որ քո հայրական սիրտդ կցավծնենք ու նորից քեզի խաչը կհանենք, Տերս, ու ամեն մեկիս օգտագործե քո անունիդ ու փառքիդ համար, Հայր ջան։ Մաքրե մեր մտքերը, սրտերը, հոգիները։ Ու թող որ ամեն մեկս սուրբ կյանքով ապրենք, ինչպես դու սուրբ ես, որպեսզի հզոր ձևով մեր աղոթքները երկինք բարձրանան ու սատանայի թևերի վրա ունենանք իշխանություն, Տերս։ Օրհնյալ է քո սուրբ ու հզոր անունդ, Հայրս։ Հավիտյանս հավիտենից ամեն։ Երեխեք ջան, կրնակ օգտվեք հացից ու գինուց։ Դար երեխեքին հետ ուժ ետեք ուզեն, թող պատրաստեն ուտեն ու խմեն։ Իրականում Աստծո սերը շատ մեծ է։ Ու ամեն մեկս պիտի փորձենք հասկանանք, գիտակցենք ու գնահատենք Տիրոջ մեծ ու հզոր սերը։ Ու հասկանանք մի բանը, որ ինչքան գիտակցաբար կմեղանջենք, այդքան Տիրոջը ամեն օր խաչը կհանենք։ Հիսուսը իր կյանքը տվեց։ Մեր Եհովա Աստվածը Հիսուսի հայրը իր որդուն տվեց մեզի համար։ Իսկ մենք արդյոք պատրաստ ենք զոհաբերել մեր անձերը, մեր կյանքի իր անունի ու իր փառքի համար։ Ինչ կնշանակե իրական զոհաբերությունը։ Նաև զոհաբերությունից պիտի խոսայի։ Զոհաբերությունը նիկ է, երբ որ դու քո ամենաթանկդ կուտաս Աստծուն։ Զոհաբերությունը դիկ է։ Եթե կուզես որ Տիրոջ կողմից քո զոհաբերությունը ընդունվի, դու պիտի տաս այն ինչ նոր թանկ է քեզի համար։ Աստված ինչ տվեց իր միածին որդուն։ Աբրահամը ում զոհաբերեց։ Իսահակին։ Աբելը ինչ զոհաբերեց։ Ամենալավը։ Կայենը ինչ զոհաբերեց, ավերծածը։ Երեխեք ջան, զոհաբերություններին սպես մոտեցեք։ Եթե քո ավերծածդ կուտաս, կրնաս վաբշե չենես։ Որովհետև դիք Աստված չի ընդունե։ Աստված մեր թեյավճարների կարիքը չունի։ Ու պրիտոմ մենք մեր բանը պիտի հասկանանք, որ մենք զոհաբերելով պիտի հազարապատիկը հնձենք։ Չէ, մաղակյայի մեջ քսերը բեր քու 10-անորդդ ու ընձածո գանձատուն ու տես ինքամ դի չթապեմ, որ օրհնությունից տեղ չեղնի։
Զոհաբերել կնշանակե քու ամենաթանկը դու ամենալավը կտաս։ Տիրոջը։ Ու հոժարությունով տաս։ Իշքան առադությամբ կցանես, ըդքան առադությամբ կհնձես։ Ես դիք իմ կյանքից է կրնամ սեմ, ապաշխարությունիցս հետո ես իմ փողս չունիմ էլ։ Իմ ապաշխարությունիցս հետո իմ փողերս լրիվ Աստված պիտի ինձ ցույց տա ես ինչ ծախսեմ։ Ու միշտ Աստված ինձ առադորեն ցանել է տվել բոլորի կարիքներին հաղորդ տեղնին, որոնց որ Տերը ցույց է տվել։ Նորից կնշեմ այս միտքը, որ ուշադրություն դարձնեք։ Օգնել եմ բոլոր այն մարդկանց, որ Աստված ցույց է տվել։ Այսինքն Աստծուց առաջ մինգի օգնես այն մարդկանց, որոնք որ քեզի Աստված ցույց չի տա, որոնց որ Աստված ցույց չի տա, որովհետև մարդիկ կար պիտի խրատվին դու կմտնես Աստծո գործերի մեջ։ Դոր համար առաջինը զոհաբերե, ոչ թե քու ֆինանսը, դի քեզիս եմ երկրորդ տական է։ Շատ զոհաբերողներ այսօր դժողքի մեջ են։ Մտածել են, թե իրանց 10-անորդն ու ընձամ բերելով, իրան կրնան փրկությունը առնին։ Փրկությունը չի առնվի։ Որպեսզի կնանաք ճիշտ զոհաբերություն ենեք, առաջի քայլն որ ես երել եմ, ես փափագել եմ Աստծու հետ ունենամ մոտ հարաբերություն, լսեմ Աստծու ձայնը, կատարեմ Աստծու կամքը։ Ու արդեն Աստված ինձ ցույց կտար, ես իշքամ դի զոհաբերեի։ Ճիշտ զոհաբերությունը Տիրոջից ծնված զոհաբերությունն է։ Ու Տերը, որից իշքանոր կսե, այդքան պիտի զոհաբերենք։ Ոչ շատ զոհաբերե, ոչ քիչ զոհաբերե։ Տիրոջ սածի, Տիրոջ որոշածի, Տիրոջ ուզածի չափով զոհաբերե։ Որպեսզի օրհնվես։ Ինչի որպես վայրի կնոջ զոհաբերությունը շատ բարձր արժեցավ Հիսուսի համար, որովհետև ինքը ինչ որ ուներ դիք զոհաբերեց։ Մեկը կրնա 100 դրամ զոհաբերե, 100 ռուբլի զոհաբերե, մյուսը կրնա $1000 զոհաբերե։ Բայց իրեկինն է Տերը հավասար սեպ է։ Ինչի, որովհետև իրեկները իրանց ունեցածի չափով են զոհաբերել։ Այսինքն երեխեք, զոհաբերության մեջ մեծ ու փոքր չկա։ Կարևորը զոհաբերեն կան, ինչ կան որ ունիս։ Ու միշտ հիշեք, առատությամբ ցանողը առատությամբ կհնձե։ Գարաժի մեջ երեխեք, հավատացեք իլ տեղ ու ստար չկա, իշքան կծախեմ, ապրանքներ կծախեն, քմի աշխատող եմ վերցրել։ Ավելի կշատենա, այսօր տնից այնքան շորեր եմ հանե, հմի չիտեմ ըդիկ ինչեղ պիտի տեղավորեմ, գարաժից էի բերե ապրանքները, ծմերեր եւ այլն։ Կսեմ ինչքան կցանեմ, ինչքան կծախեմ, ящիկներով շարել եմ օշնուելու շորեր, ավելի կշատենա։ Ինչի, որովհետև կցանեմ առատությամբ։ Ես անձամբ կրնամ այդ մասին վկա եմ, որ իրականում առատությամբ ցանողը առատությամբ է կհնձե։ Իսկ խնայելով ցանողը խնայելով կհնձե։ Եթե դու սպես կցանես, որ ցանելուն տասկում է քանի մանետ կգնի բարիցդ, սպես է դի հնձես։ Հնձելուն տասկում է դիմնի ծերիցդ։ Հասկացաք, դրա համար եղնինք առադացերն ցանելու մեջ, որը շատ կարևոր է։ Այս այդ զոհաբերության հետ կապված երեխեք ջան։ Շատ կարևոր է, որ ինչ որ Աստված մեզի իր ամենաթանկը տվեց, մենք է միշտ պատրաստ եղնենք մեր ամենաթանկը, ամենալավը, ամենաընդիրը բերենք Աստծո առաջ, որպեսզի Տերը օրհնե, որպեսզի հիվանդություններ մեր վրա չկա։ Ու նորից կկրկնեմ, ճիշտ զոհաբերությունը առաջինը դիք քու ներսի ցանկությունները դնելն է զոհասեղանին։ Առաջինը երբ որ դու քու կամքդ կհանձնես Աստծուն, կվերցնես քու Աստծո կամքը, դիք է առաջի զոհաբերությունը։ Երկրորդը նոր ֆինանսական զոհաբերությունը։ Եթե դու չես կառուցել Աստծո հետ մոտ փոխհարաբերություններ, հեր ու աղջիկ, հեր ու տղա, իրար չեք ճանճե, իրար հետ չունիք մոտ չփում, քու զոհաբերությունը Աստծուն պետք չէ։ Քու փոխերովդ փրկություն չես կրնա առնես։ Իսկ եթե արդեն իսկ կառուցել ես Աստծո հետ մոտ փոխհարաբերություններ, Աստծո խոսքը քու կյանքիդ մեջ առաջի տեղ ես դրել, դու կփափագես փոխվիս, կապ չունի փոխվել ես թե չէ հմի։ Դի կապ չունի։ Աստված կտեսնի որ դու քայլեր կենես։ Դու կշարժվես դեպի փոխվելը։ Արդեն փոխելը Աստծո գործն է։ Հələ բոլորիս մեջ բաներ կար, դի փոխվենք։ Առաջինը իմ
Բոլորիս մեջ կա հələ բնակավարներ, որ պիտի փոխվինք։ Բայց ուրիշ է, որ քու սխալդ կպաշտպանես, բայց ուրիշ օր կփորձես քու սխալից պաշտպանվիս ու ամեն օր կաղաղես, Տեր, ես չեմ կարող, բայց դու կարող ես։ Հասկացաք, արդեն իսկ դու քեզի դրել ես զոհասեղանին ու Աստված անպայման քեզի պիտի փոխե։ Անպայման քու ներսդ պիտի նորոգե։ Անպայման քեզի պիտի բժշկե, քեզի պիտի ազատագրե։ Քեզի պիտի օրհնե, պիտի տանի փառքից փառք, օրհնությունից օրհնություն։ Հələ մեկս չենք ծնվել, որ կրնանանք հասկանանք, թե ինչեղ ես կամ բաները երեցի, ինչեղ ես փոխվա։ Որովհետև մեզի ցանկացած այս ոլորտի հետ կապված մեր մեղքերից, մեր սխալներից փոխել է Աստված։ Մեր երեխեքին պայողնել է Աստված։ Մեր աշխատանքը օրհնողնել է Աստված։ Մեր երեխեքին տվողնել է Աստված, մեզի կերակրողնել է Աստված, ամեն ինչ ենողը Աստված է։ Ուստի ինչի մեզի վերագրենք ես։ Մեր եսը թող մեռնի, որ ապրի Հիսուսը մեր մեջ։ Ու հասկանանք ու գիտակցենք մի հատ պարզ բան, որ առանց Տիրոջ մենք ոչինչ ենք։ Ովքեր որ իրանց դադարք գլխով առաջ կեշտան, միշտ գլուխները քարին կուտան։ Իսկ ովքեր որ Տիրոջ առաջի Տերը իրանց կթողնի որ առաջ էշտա, միշտ գիտենք Աստվածաշնչի մեջ գրած է, Տիրոջ առաջից կրակ կեշտա, որ իրա թշնամիներին այրե։ Եթե մենք Տիրոջից առաջ կեշտանք, կդառնանք Տիրոջ թշնամին ու մեզի կայրե։ Դրա համար ավելի ճիշտ է, որպեսզի մենք Տիրոջ հետևից սորվենք կեշտալ, որ միշտ պաշտպանված եղնենք, Տիրոջ դեմ որևէ հարված չի կրնակա, բայց երբ որ դու Տիրոջից առաջ կեշտաս ու կսես, ես գիտեմ, ես ուղեղ ունիմ, այդ ժամանակ արդեն դու ամեն օր պիտի ընկնես, ամեն օր դու պիտի անհաջողություններ ունենաս, որովհետև դու ոչ թե Տիրոջն ես վստահ, այլ քո հասկացողությանդ ես վստահ է։ Ու հենց այդտեղ հարվածների պիտի հանդիպիս։ Օրհնյալ է Տիրոջ սուրբ ու հզոր անունը հավիտյան։ Թող փառավորվի Տերը ամեն մեկիս կյանքում։ Թող Տերը մեզի ճանապարհ հաշտոր, մենք իրան ավելի ու ավելի մտերմանանք, լսենք իրա ձայնը, կատարենք իրա կամքը, ապաշխարության արժանի պտուղներ բերենք ու իրա սրտին համեմատ զոհաբերություններ ենենք, որպեսզի Տիրոջը ընդունելի եղնի։ Հասկացաք երեխեք ջան, այսօր ինչ կսե Տերը իմ միջիցս բոլորիդ։ Ամեն օր Տերը մեզի կսե ապրեք սուրբ կյանքով։ Ինձի ու իմ ու ձեզի հետ առաջի նկատողը մտերիմ փոխհարաբերությունն է։ Երեխեք, ամեն մեծ ծնողի ինչին է պետք ու շատ փողեր, երբ որ դու քու ծնողից չես ճանճե։ Քու ծնողդ քեզի համար հաշվի չառնի։ Ում է պետք, չէ, դու կուզես որ տեսնես որ քո երեխի դու կպայես կմեծացնես, քո երեխեն քեզի կսիրե կգնահատե։ Շատ երեխեք չեն ճանճե, ոչ կզանգեն իրաց ծնողներին, ոչ խոսեմ մենակ փող կղրգեն, կամ է փողի վաղտ կհիշեն։ Այդպես մենք կվարվենք այսօր Աստծու հետ։ Փող կուտանք, ու կողքի կքաշվին, կենենք ինչ որ իրան կտխրեցնե։ Մեղքեր կգործենք, կմտածենք որ եկեղեցի ենք գնացել, զոհաբերություն ենք երեք կամ տունը Աստվածաշունչ ենք կարտացել։ Հերիք էդիկ, մեր հայրը կուրախանա, չէ։ Մեր հայրը կուրախանա, երբ որ մենք ապաշխարության արժանի պտուղներ կբերենք։ Չէ, Հովհաննես Մկրտիչը կսե, օծեր իջերի ծնունդներ կսե։ Ինչպես պիտի ազատվեք գալիք բարգությունից, գոնե ապաշխարության արժանի պտուղներ բերեք, հավաքվել եք։ Սադուկեցիներին ու փարիսեցիներին կսեր, չէ։ Երբ որ մենք կարտայինք Մատթեոս 3-րդ գլուխն էր կարծեմ։ Մեր բանը պիտի հասկանանք, որ մեր հորը կուրախացնե առաջինը, երբ որ դու ամբողջությամբ Տիրոջինն ես։ Չունիս քու կամքդ ու վերցրել ես Տիրոջ կամքը։ Որ հացից ու գինուց կօգտվես, պիտի հասկանաս մեր բանը մոր։ Դու մտել ես Աստծո ծրագրի մեջ, այդ հացն ու գինին հասնելը Հիսուսը։ Ամբողջ ճանապարհը ինքը հնազանդության մեջ էր։ Ամբողջ ճանապարհը ինքը հնազանդության մեջ էր։ Հադիկ, կետ կեներ ինչ խոր Տերը իրան կսեր։ Ինչ խոր գրված էր։ Այսօր դու եք դի եղնես Աստծո ծրագրի մի մասը։
Ուրդեղ կսե Աստված գնա, պդի էշտաս։ Ուրդեղ կսե ցանե, պդի ցանես։ Ուրդեղ կսե օրտնե, պդի օրտնես։ Ուրդեղ կսե ապաշխարե, պդի ապաշխարես։ Այդիկ է քրիստոնյայի կյանքը։ Որ պդի էշտաս առաջ, անձը դուրացած ու հետև պդի չնայես։ Քեզի ոչ մի բան ես երկրի վրա պդի չկաբե։ Կսե չկա մեկ որ թողես տուն, հայրեր, մայրեր, որդիներ, արդեր, տներ, ընձի համար ու ավետարանի համար, որ հարյուրապատիկը չառնի։ Եթե դու այսօր կապված ես թեկուս մե բանից, դու չես կնա Տիրոջ հետևից էշտաս։ Չեն հարուստ պատանին, որ սա ես մանկությունից սիվեր ես բոլոր բաներ ներել եմ։ Սավաբրիս։ Հմի կագնի թույլ կոմըց եմ քեզի։ Իրան գիտեր թե, ինքը գիտեր թե Հիսուսը չիտե թե ինքը ուրտեղ է թույլ կողմը։ Էդ ինչ խորեն կնոջը գիտեր որ 25 ադամուսին ես ունեցե, 5-ից հեչ մեկը քուգը չի եղե, ինքը չիտեր որ իր հարուստ պատանու թույլ կողմը իր հարստությունն է։ Սավաբրիս, դե մի գնա հարստությունը ծախե ու աղքատներին տուր։ Գլուխը շատ կովածիր, հմի ինչ կսես։ Այսպես Աստված, այնպես դիբուկ պատասխաններ կուտա, ու այդ պատասխանները ինձ շատ ծանոթ են։ Այսօր մարդկանց հետ խոսամ, ես կտեսնեմ Տերը ինչը դիբուկ պատասխան է բոլորի հարցերին։ Ուտիկ ես չեմ պատասխանող, ուտիկ Տերն է։ Տիրոջ հոգին, քո երբ որ քեզի կզորացնե ու կլցնե, դու ինքդ կզարմանաս, թե ինչ խոսացի ես։ Ու կտեսնես որ իրոք Տերը քո միջից այդ խոսադիկ դու չես։ Հետո որ ես կլսեմ օրինակ ես ինչ եմ խոսացել, ես չեմ հիշե ես ինչ եմ խոսացել, շատ բաներ։ Հասկանաք։ Բրի թողնիս որ Տերը քեզի հագնի ու խոսաս։ Որպեսզի դու էլ լսես թե Տերը ինչ է պատրաստել քեզի համար։ Գիտեք ինչքան կարևոր է լուրջ մոտենալ Տիրոջը, լուրջ մոտենալ Տիրոջ խոսքին։ Լուրջ մոտենալ Տիրոջ սեղանին, հացին ու գինուն, լուրջ մոտենալ ծառայությանը, եկեղեցին ու եկեղեցու մասնակցությանը։ Որովհետև եկեղեցու մասնակցել կնշանակի ուդել, մարսել ու պտուղներ բերել, չէ՞։ Օրինակ որ կնստենք հացի սեղանի շուրջ ինչ կերնենք, այսպես սոված որ կերնենք, բայ պետք է հասնեմ տուն որ հաց ուտեմ։ Հետո որ հաց կուտես ինչ կուկա դեմքիդ, ժբիտ։ Եթե դու Տիրոջ սեղանից կօգտվես ու ժբիտ չի կա քո դեմքիդ, դի կնշանակի որ դու նստել ես ուղագի չես էլ կերել։ Ուղագի կալշկա տրեցիր էլար որ տեսար ես մասնակցեցի։ Ում է պետք։ Ժբիտը չկա դեմքի, չկերար Տիրոջ սեղանից։ Տերը քեզի մեծ ընտրիկ էր պատրաստել որ դու դեիր առողջանայր վիտամիններով հարուստ, դիմադրողականությունը պիտի բարձրանար, ճիշտ կերակուրը պիտի պաշտպանողական իմունիտետ ձեռք բերեր, որ ամեն տեսակի հիվանդություններին կրնանայր դեմ տնեիր, դու չես սնվել Տիրոջ սեղանին։ Պարզապես ցույց կտաս որ ներկա ես։ Դրա համար ամեն մեկս պիտի փորձենք շատ լուրջ մոտենանք Տիրոջ խոսքին։ Հալելույա Տերը, շնորհակալ ենք քեզանից այսօրվա խոսքի համար, Տեր ջան։ Դու ամեն ժամանակ մեզի կկերակրես ու հոգ տանես։ Օրհնե ամեն մեկիս տունը, ամեն մեկիս ընտանիք ու լցրում ես կարիքները լիությունով ու քո փառքիդ ճոխությունով։ Մտիր ամեն մեկի տունը։ Քո խարազանով ամեն մի դիպվական ազդեցությունները դուրս բեր Տերս։ Քո սուրբ ներկայությունը թող իջնի այս վայրում ու բժշկվին ամեն տեսակի հիվանդները, որոնք այս պահին միացած են մեզի Տեր ջան։ Օրհնյալ է քո սուրբ ու հզոր անունը Դավիթյան։ Օրհնյալ ես դու Տերս։ Փառքերի ես արժանի իմ Աստված։ Քո անունը սուրբ է, դու լույսն ես մեր կյանքերիդ, ուրախությունն ես, մեր սրտի, դու մեր բաժինն ես, մեր ցնծությունն ես, մեր ուրախությունն ես, մեր հբարդությունն ես։ Այցելի ամեն մեկիս ընտանիքի անդամներին էլ Տերս։ Սրբե ամեն տեսակի մեղքերից Հայրս։ Լցրու մեր կարիքները լիությունով ու քո փառքի ճոխությունով Հայրս։ Մաքրե մեզի ամեն տեսակի մեղքերից, սխալներից, մեղավոր ցանկություններից, երազանքներից, որոնք որ քո կամքի դեմ են ու մեզի քեզնից կհեռացնեն։
օգտագործե ամեն մեկիս քո անունիդ ու փառքիդ համար, Տեր ջան, մեր երեխեքին, մեր ծնողներին, մեր հարազատներին, մեր բարեկամներին, բոլոր եկեղեցիների համար կաղոթեմ, բոլոր ազգերի, ցեղերի, լեզուների համար կաղոթեմ, մեր բոլորիս կատարյալ սրբությամբ, որպեսզի բոլոր ծառայությունների ժամանակ ամեն մեկը վայելեն քո սուրբ ներկայությունդ։ Ու երկնքից դու ժպտաս ու ասես, սա իմ սիրելի որդից, որին ես հավանել եմ։ Օրհնյալ է քո սուրբ ու հզոր անունդ, հավիտյան Տերս։ Շնորհակալ ենք, որ դու հիմա ներկա ես, քո ներկայությունը դիճեցրել ես այս վայրում։ Շնորհակալ ենք, որ հիմա շատ շատերը կբժշկվին տարբեր հիվանդություններից ու ցավերից։ Շնորհակալ ենք, որ դու միշտ մեր ծառայություններին ներկա ես, Հայրս։ Ու քո վրանները տարածում ես ամեն մեկիս վրա, Տերս։ Մաքրիր, սրբիր ամեն մեկին, Տերս, ամեն տեսակի մեղքից։ Պահիր, պահպանիր մեզ չարից, սատանայի բոլոր հարձակումներից։ Օգտագործիր մեզ քո փառքիդ, քո անունիդ համար, Տերս։ Հալելույա, Հայրս։ Քո անունդ սուրբ է։ Քո անունդ սուրբ է։ Լցրու ամեն մեկի կարիքները։ Ովքեր որ ֆինանսական կարիքներ ունին, Տերս, լցրու իրանց կարիքները։ Ովքեր որ խաղաղություն չունին, Տերս, խաղաղեցրու իրանց միտքը, սիրտը, հոգին։ Ովքեր կարիք ունեն բժշկության, բժշկիր նրանց, Տերս։ Ովքեր որ փափագում են քեզի մոտենալ, իրանց փափագը լցրու լիությամբ։ Դու ասել ես քո խոսքիդ մեջ, որ ինչ որ փնտրեք կգտնեք, Տերս։ Օգնոր փնտրենք քո կամքդ, որը բարի, հաճելի ու կատարյալ է։ Եվ Հիսուսիս նման մենք էլ քո ծրագրիդ մասը կազմենք, ոչ թե քեզ մեր ծրագրի մասը փորձենք դարձնել։ Փառքես, 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 Տերս, փառքերիս արժանի Հայրս։ Օրհնյալ է քո սուրբ ու հզոր անունդ, հավիտյան Տերս։ Դու կենդանի Աստված ես, դու բժշկող Աստված ես, դու ազատագրող Աստված ես, դու տիրող Աստված ես, դու իշխող Աստված ես։ Քեզ համար անհնարին ոչինչ չկա, Հայրս։ Մենք ինքան հպարտ ենք, որ դու ես մեր Աստվածը, դու ես մեր փեսան։ Դու ես մեր բաժինը։ Փառքես, հավիտյանս, հավիտենից ամեն։ Հայր մեր, որ երկնքումն ես, սուրբ լինի քո անունը, քո թագավորությունը թող գա, քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքումն է։ Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր։ Ների՛ր մեր մեղքերը, ինչպես մենք էլ կներենք մեզ պարտականներին։ Եվ մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս հավիտենից ամեն։